Երկու եռակտավ Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցասրահում բացվել է ժամանակակից նկարիչ Կարեն Օհանյանի «Նուրբ բան» խորագրով ցուցահանդեսը։ Հեռապատումներ ծրագրի շրջանակում ներկայացված շարքում հեղինակի վերջին տարիների աշխատանքներն են։ Կարենի անձնական փորձառությունների մասին է։ Խորապես տեղական, բայց նաև շատ համամարտկային, համընդհանուր խնդիրների մասին է նաև։ Գեղանկարչական մակերեսի վրա համարձակորեն Կարենը միաժամանակ խոսակցության մեջ է դնում մինիմալիզմը, ֆիգուրատիվ արվեստը եւ աբստրակտ էքսպրեսիոնիզմը։ Եվ շերտերի տակ կան թաքնված ֆիգուրատիվ կոմպոզիցիաներ եւ նորից շատ համարձակ քայլով Կարենը ծածկում է պատկերները մինիմալիստական պիգմենտով։ Ցուցադրված խոշորածավալ տրիպտիխները ստեղծված են յուղաներկի, ակրիլի, գունանյութերի, սոսնձի եւ մոմի համադրությամբ։ Կարմիր եւ կապույտ մոնոխրոմ մակերեսների տակ թաքնված պատկերները մասամբ բացվում են, ստեղծելով թաքցնելու եւ բացահայտելու երկակիություն։ Նկարիչն օգտագործել է հատուկ նյութեր, սննդային ներկեր եւ աղացած պղպեղ։ Այս աշխատանքները հատկապես նուրբ են, բայց մտածված է, որ շերտերը տարիներ անց կքայքայվեն, կանհետանան եւ տակի շերտի ֆիգուրատիվ կոմպոզիցիաները ի հայտ կգան։ Ցուցահանդեսի խորագրի բան բառը կտավներում արտահայտված է բազմակի իմաստներով։ Օհանյանն անդրադարձել է իշխանությանը, առնականությանը, բռնությանը, խոցելիությանը, հիշողությանն ու մարդկային կապին, ցույց տալով, որ ամուր թվացող երևույթների հիմքում հաճախ թաքնված է փխրունություն։ Աշխատանքներում հակասությունների մասին խոսելով Կարենը փորձում է բանալիներ տալ կյանքի հակասությունների հետ շփվելու եւ քայլելու եւ արվեստը հատկապես Կարենի պարագայում գեղանկարչությունը չի փորձում փոխել աշխարհը կամ մարդուն պատրաստի պատասխաններ առաջարկելով, այլ Կարենի գեղանկարչությունը մեզ առաջարկում է փոխել մեր աշխարհընկալումը եւ երևակայել նոր հնարավորություններ։ Նկարչի աշխատանքներում ցավը, բռնությունն ու կորուստը չեն դառնում տեսարան։ Դրանք ներկայացվում են որպես վերափոխման փորձ, արվեստի նուրբ լեզվով։ Ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի մինչև սեպտեմբերի 5-ը։ Յուրա Վահանյան, Արման Թովմասյան, լուրեր։